Տիկին գլխավոր դատախազ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես հարց ունեի տիկին Վարդանյանին, հետաքրքիր է արդյոք հաշվել է, քանի վայրկյան կտևեր, երբ ինքը լիներ օրինակ ընդդիմադիր պատգամավոր Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին լիներ ընդդիմադիր պատգամավոր եւ ներխուժեր առողջապահության նախարարի աշխատասենյակ եւ հարձակվեր նախարարի վրա, քանի րոպե կտևեր այդ ընթացքում գործող դատախազի ազգային ժողով այցելելը, արդյոք հաշվել է թե ոչ։ Տիկին Գալստյանը ցավոք այստեղ չէ, մի փառահեղ միտք հնչեցրեց երեք, ասում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը ներդրել եք լրացնելու գործիք որպես վրեժխնդրություն քաղաքական, հաշվեհարդարի միջոց։ Ինձ թվում է տիկին Գալստյանը լավ չի ընկալել այս համակարգը, ինչին է միտված եւ ում է միտված։ Մի հատ սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, երևի նորից կարիք կա խոսել այս մասին։ Համակարգը ներդնելիս չի թիրախավորվել եւ մի անկյունում սևով մանր տառերով գրված չի, որ համակարգը թիրախավորում է կամ համակարգի շահառուներ են 2018 թվականից առաջ պաշտոնավարած տարբեր գործիչներ, պաշտոնյաներ, իրենց հետ փոխկապակցված անձինք, իրենց ընտանիքի անդամները, չի թիրախավորում որևէ քաղաքական ուժի, որևէ կուսակցության։ Այստեղ նստած բոլոր պաշտոնյաները, այս շենքից դուրս բոլոր պաշտոնյաները եւ իրենց հետ փոխկապակցված անձինք, անկախ տարեթվից, կարելի ասել թիրախ կարող են դառնալ եւ շահառուներ կարող են մի օր դառնալ այս համակարգի։ Եվ երբ օրենքից եւ օրենքի այսպես ասած դեֆիցիտի բացակայության մասին խոսում է տիկին Գալստյանը, լավ կանի օրինակ կոռուպցիա բառի մասին երբ լսում է այս դալիճում, մի հատ նայի աջ, հետո նայի ձախ, հետո շուռ գա, նայի իր հետևում նստած մի քանի հոգու, մեկ-մեկ էլ կարող է մի քիչ առաջ նայել իրենից նստած իր գործընկերներին։ Եվ տպավորությունը, որ այս մարդիկ օրենքի մասին հիշում են այն ժամանակ, երբ պետք է շրջանցել օրենքը, միայն այդ դեպքում են հիշում օրենքը։ Եվ երբ պետությունը այս օրենքի համատեքստում հարց է տալիս, հարգելի նախկին եւ ներկա պաշտոնյաներ, կիսվեք ձեր հաջողության պատմություններով, ինչպես եք կարողացել, ինչպես Գառնիկներ Դանիելյան ասում, դե տաղանդավոր տղա է, ինչպիսի հաջողության պատմություններ ունեք, ինչպես եք կուտակել ձեր ապօրինի գույքը, եւ ընդ որում այդ նույն ուժը չէր, որ վիճարկում էր սահմանադրական դատարանում, ինչի մասին է խոսքը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը, այս կոնցեպտը վիճարկում էին սահմանադրական դատարանում։ Սիրելի քաղաքացիներ, 2018-ին եւ ըստ էության Հայաստանում պարզապես իշխանություն չփոխվեց։ Դուք փոխեցիք խաղի կանոնները, որոնք կարված էին կոնկրետ շրջանակի ճաշակով եւ հագով։ Եվ այսօր այդ նույն բանաձևով կամ կանոններով կուտակված գույքը մեզ փորձում է ներկայացնել որպես սեփականություն, իսկ ամենաթողությունը որպես օրինաչափություն։ Եվ այսօր հանկարծ օրինականության ջատագով են դարձել նրանք, ովքեր ծպտուն չէին հանում, երբ անօրինականությունը վխտում էր մեր երկրում։ Եվ նորից եմ ստիպված կրկնել, որ այս մարդիկ կարծես օրենքի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ պիտի շրջանցեն այդ նույն օրենքը։ Որ իրենց հաջողության պատմությունները երբեք ջրի երես դուրս չգան, թե ինչպես 20 տարեկանում, 25 տարեկանում կարողացել են ահռելի միջոցներ գեներացնել եւ ոչ մի կերպ չունեն սրա պատասխանը, պարզապես տաղանդավոր երիտասարդներ են, իսկ մենք անտաղանդ։ Եվ հիմա երբ պետությունը պարզ հարց է տալիս, որտեղից է այս ամենը, դա նրանց համար թվում է հետապնդում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը այս մարդիկ ընկալում են որպես լրացնելու գործիք։ Շատ զավեշ տալի է տիկին Գալստյան, եթե լսում եք ինձ։ Ու սա ընդամենը նորմալ պետության նորմալ հարց է, տրիվիալ հարց է։ Եվ այո, այդ նույն պետությունը շարունակելու է տալ այս հարցը, որովհետև առանց այդ հարցի չկա արդարություն, չկա հավասար մրցակցություն, չկա զարգացում։ Չի կարող լինել առողջ տնտեսություն, երբ մեկը հարստացել է օրենքը շրջանցելով, իսկ մյուսը փորձում է գոյատևել օրենքով մի կերպ։ Չի կարող լինել վստահություն, երբ անօրինականը պաշտպանված է, իսկ օրինականը անպաշտպան։
այդ էջը վստահաբար փակված է։ Մեր մոտեցումը, պետության մոտեցումը հստակ է, հարգելի գործընկերներ։ Օրինական գույքը պաշտպանված է եւ պիտի պաշտպանված լինի, ապօրինին վերադարձվելու է պետությանը։ Եվ այստեղ բայցեր չկան։ Սա քաղաքական հետապնդում եւ պայքար չէ, սա արժեքային համակարգի հարց է։ Կամ մենք կառուցում ենք պետություն, որտեղ օրենքը վերաբերում է բոլորին, կամ պահպանում ենք համակարգ, որտեղ օրենքը գրվում է, չի գրվում ընտրյալների համար։ Միջին տարբերակ չկա, ոսկե միջին այս պարագայում չկա։ Եվ վերջում արդարությունը կարող է ուշանալ, բայց երբ գալիս է այն ուշացածի տեղն էլ հանելով։ Շնորհակալություն։